Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Լավ։ Կարծում եմ գտել ենք մեզ անհրաժեշտ ապացույցը։ Դու ինձ չես իմարես մի վիդեո։ Վանական արդեն հաղորդագրություն է ուղարկել ինձ։ Դու իրոք շատ արագ գտար այդ բոլոր իրերը։ Կարծես թե գիտեր դրանց տեղը։ Բացի այդ, այն փաստը, որ Պադիլայանունը երևում է մի քանի հաշիվներում չի նշանակում, որ նա այստեղ է ապրում։ Նա անհավատալի է։ Ես քեզ ամեն ինչ տալիս եմ։ Նրա թաքստոցը, ապացույցը, բայց դու չես հավատում ինձ։ Այդքան կամակոր մի եղիր հոր եղբայր։ Ամեն դեպքում մինչև ինչ որ բան անելը պետք է ամեն ինչ մանրամասն ուսումնասիրենք։ Ալո, այո, Վալեսիլոս։ Շատ լավ։ Վանականը չի գամ, որովհետև նա այս պահին տանն է։ Գնացինք։ Հավատաշ չի գալիս, որ այդ տխմար Պադիլայի մոտ ոչինչ չի ստացվել։ Ես եկեղեցուցանում քեզ եմ հրաժարվել։ Ու անկեղծած չկացում եմ մյուսների ասածների վրա։ Ինձ չի հետաքրքրում, թե հայրս, մայրս կամ ընտանիքիս մյուս անդամները ինչ կասեն։ Ես պատրաստ եմ այդ ռիսկին դիմել։ Ախր ինչու եք մարդիկ այդպեսին, ինչու չեն իրենց գործերով զբաղվում։ Եթե մենք երջանիկ ենք, ինչու պիտի գան ու խանգարեն մեզ իրենց դատարկաբանություններով։ Մարդկային հարաբերություններն են այդպեսին։ Եթե դիմացինը ուժեղ է փորձում է քո մեջ սխալներ փնտրել ու քարկոծել քեզ, դա է այն գինը, որով պիտի վճարենք մեր երջանկության համար։ Երբ դու իմ կողքին ես, ցանկացած դժվարություն հաղթահարելի է ինձ համար։ Ես ուզում եմ քեզ հետ անկեղծ լինել, եթե դրա համար նույնիսկ ստիպված լինեմ շատ թանկ վճարել։ Միևնույնն է, կշարունակեմ մինչև վերջ վճարել, միայն թե դու իմ կողքին լինես։ Իսկ ես քեզ հետ անսահման երջանիկ եմ ինձ զգում։ Պատրաստվիր։ Դե, ինչ կարծիքի ես։ Ինչ գեղեցիկ է։ Ամեն ինչը շատ համեղ է երևում։ Այո։ Ինձ մի բան ասա։ Ասա։ Ինչ ես անհանգստանում, որ ընտանիքը կնկատի մեր հաճախակի բացակայությունը։ Ոչ, ինչու պիտի անհանգստանամ, ոչ։ Այդ տանը միշտ խառնաշփոթ իրավիճակ է տիրում։ Մեկ վանականն է հայտնվում, մեկ Էմիլիայով են զբաղվում, կամ էլ սկեսրայրից վիճակն է ծանրանում։ Կարծում ես որևէ մեկը կնկատի մեր բացակայությունը։ Իհարկե ոչ։ Ով պետք է նկատի։ Վանականին բռնել են մատուռում։ Վանականին։ Ասում եք բռնել են, անհնար է։ Իսկ ինչի վրա ես ծիծաղում, Լեոն։ Ուղղակի հավատս չի գալիս, մայրիկ։ Մինչև այդ մարդու ձեռքերն ու ոտքերը շղթաներով կապկված չտեսնեմ, չեմ հավատա դրան։ Այո, ես էլ եմ Լեոնի նման մտածում, մինչև նրան շղթայված չտեսնեմ, չեմ հավատա։ Դե լավ, Աուրելիոն արդեն գալիս է ոստիկանության հետ։ Տարօրինակն այն է, որ ոչ միտեղ չեմ տեսնում Օվիդիոյին։ Դե որովհետև նա Աուրելիոյի հետ է, նրանք հիմա միասին են գործում, որպեսզի կարողանան բռնել վանականին։ Դա լավ է։ Գոնե կհամոզվենք, որ այդ սրիկա Աուրելիոն ոչինչ չի փչացնի, երբ իր մարդկանց հետ գա։ Անկարծ սխալ քայլեր չանես, շրջանացած այդ խուլ աղջկան։ Ալեքս, դու պետք է ուժեղ լինես, Աուրելիոն կգա ու կօգնի քեզ, լավ։ Բաց թող նրան, բաց թող։ Ո՞ւմ շրջապատված է, միևնույն է։ Ինչ անես չես կարողանա փախչել, հասկացար։ Մակո, դուրս եկեք այստեղից, թե չէ նա կսպանի ինձ, Մակո, հանգիստ թող նրան։ Որտեղ են նրանք։ Նրա վերելակով տարավ։ Գնացինք։ Գոնսալես, վերելակի դրան առաջ նշաններ բռնիր։ Ալեքսանդր այդ սերիկայի հետ նա չպետք է փախչի։ Իսկ այս վերելակը ուրիշ հարկում էլ է կանգնում։ Այդ մարդը վերջին հարկ է բարձրացել։ Եկեք գնացինք, արագ։
Վանական Ալեքսանդրային վերև է տարել։ Այո, ճիշտ է, վանականը բռնել է այդ խուլին, ճիշտ է, Բրոմելիա, ճիշտ է։ Լռիր Կոնստանսա, թույլ չտաք, որ նա փախչի, այդ անիծյալը սպանել է իմ աղջկան։ Ես ինքս կսպանեմ նրան։ Ոչ, Բրոմելիա, նրանք իրենց գործ ավելի լավ գիտեն, թող նրանք անեն։ Նա կսպանի Ալեքսին Մակո։ Արի բանակցենք։ Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը վնասվի։ Ես միայն Ալեքսանդրային եմ ուզում։ Նա ասում է, որ ոչ ոք չմոտենա իրեն։ Նա ուզում է փախչել։ Հեռու գնացեք նրա ճանապարհից։ Իսկ դու նրա ասածն ինչպես ես լսում, եթե խուլ ես։ Բաց թող նրան։ Քեզ ոչ ոք չի վնասի։ Ինչպես թե բանականն այստեղ է։ Ձեր տանն աշխատելով ես ճանաչեցի քո ընտանիքին։ Ու չեմ կարծում, թե նրանք կընդունեն ինձ։ Նրանք շատ կոպիտ են։ Բայց երբ իմ կինը դառնաս, բոլորը կսովորեն հարգել քեզ, ինչպես ընտանիքի մյուս անդամներին։ Ախր խնդիրը հենց դա է։ Նրանք թույլ չեն տա, որ մենք ամուսնանանք։ Չես տեսնում պարոն Տեոբալդոն ինչպես է հետևում մեզ։ Ոչ, մի անհանգստացիր։ Բայց այդ ոչինչ էլ չի պատահի։ Մենք միշտ միասին կլինենք։ Բացի այդ մեր վկանտերն է։ Մեր սիրով մենք կարող ենք ամեն բան հաղթահարել։ Ուրեմն ինչու գաղտնի չամուսնանանք։ Հենց լողափի այն փոքրիկ ծիսակատարության նման հիշում ես։ Քո ծանոթ քահանաներից մեկին ասա թող ամուսնացնի մեզ։ Այդպես ոչ ոք չի կարող մեզ բաժանել։ Բայց սպասիր։ Միգուցե ընտանիքում կա մեկը, որ ուզում է ներկա լինել մեր հարսանիքին։ Խնդրում եմ, Սանտիագո։ Արի գաղտնի ամուսնանանք, լավ։ Մտածիր այդ մասին, մտածիր։ Եթե այդպես ամուսնանանք, ոչ ոք չի կարող մեզ բաժանել։ Ես լուրջ եմ ասում Ակվիլես, այդ տանը ոչ ոք ոչ մեկի համար չի անհանգստանում։ Ես վստահ եմ, որ ամուսնուս Տեոբալդոին անգամ չի հուզում տանեմ գիշերում թե ոչ։ Նա թքած ունի դրա վրա, նրա համար դա ոչ մի նշանակություն չունի։ Նույնն էլ Բրոմելիան է։ Նա նույնպես չի անհանգստանում ինձ համար։ Թքած ունի ես մեքենայում եմ քնել փողոցում վեր կողքին։ Ճիշտ է, երկուսս էլ նույն պրոբլեմն ունենք։ Երկուսս էլ միայնակ ենք, լքված մեր կողակիցների կողմից։ Այո, ճիշտ է։ Բայց մի բան ասեմ իմացիր Ագրիպինը։ Ինձ դա այլևս չի հուզում։ Առաջ ես շատ էի տառապում։ Մեռնում էի կատաղությունից ու տխրությունից։ Բայց այն բանից հետո ինչ դու իմ կյանքում հայտնվեցիր Ագրիպինը, ամեն ինչ փոխվեց։ Չես կարծում, որ մենք պետք է խոսենք այդ մասին։ Ինչ եղավ։ Ակվիլես, հանգիստ կեր, մի խոսիր, ուղակի կեր, լռիր։ Բայց Շարունակիր ուտել, կարգին կեր, գինի խմիր, մի քիչ գինի համտեսիր։ Բայց մենք արդեն բավական կերել ենք։ Ինչ է կատարվում։ Դու բարկացար։ Ինչ։ Դու բարկացար։ Ոչ, ես բարկացած չեմ, ես հանգիստ եմ։ Չես տեսնում որքան հանգիստ եմ։ Տես, ես շատ հանգիստ եմ, ինչու պետք է բարկանամ։ Միգուցե որովհետև գիտես թե ինչ պիտի ասեմ։ Ես սիրահարվել եմ քեզ Ագրիպինա։ Խնդրում եմ, հեռացեք։ Նա միայն ուզում է, որ գնաք։ Շարժվեք։ Հեռացեք։ Ոչ։ Նրան վերև մի տալ։ Տունն ամբողջովին շրջափակված է։ Ավելի լավ է դու գնա Ալեքսանդրին ազատ արձակիր։ Սպասիր, մի րոպե, արի հանգիստ խոսենք։ Հայրիկ, հորակույր, խնդրում եմ գնացեք։ Գնացի։ Այո, գնանք։ Սրիկա, անիծյալ, սատանա։ Ինձ լսիր։ Եթե ուզում ես ինձ պատանդ վերցնել, ուրեմն վերցրու։ Միայն թե մի վնասիր Ալեքսանդրային։ Կնոջս մի վնասիր։ Լավ, արի բանակցենք։ Ինչ տանք քեզ, որ Ալեքսանդրային ետ վերադարձնես։ Անհանգստանալու փոխարեն ես պետք է տոնեմ այս առիթը։ Վերջապես նրանք այդ վանականի վերջը կտան ու այս մղձավանջը կավարտվի։ Ես միայն ուզում եմ տեսնել նրա դեմքն ու մի լավ ապտակել։
Երանի աղջիկներիցս որևէ մեկը չլինի, Երանի աղջիկներիցս որևէ մեկը չլինի, Բրոմելյան ահավոր չարացած է։ Կոնստանսա, աղջիկները Արշավի են գնացել, հիշում ես։ Ճիշտ է, մոռացել էի, Երանի նրանք հոգու ազդեցության տակ այստեղ եկած չլինեն։ Հանգիստ Կոնստանսա, հոգիներին հանգիստ թող։ Իսկ ես ինչ ասացի։ Լավ, նշանակություն չունի։ Միևնույն է, հաստատ նրանք չեն։ Պիան էլ չէ, որովհետև Պիան հայրիկի հետ Մայամիում է։ Տեոբալդոն էլ չէ։ Տեոբալդոն չէ։ Դու էլ չես Բրոմելիա, որովհետև երկուստ էլ հիմա իմ առջև եք կանգնած։ Իհարկե, ոչ էլ ես եմ, որովհետև ես հիմա այստեղ եմ։ Իմացա։ Ագրիպինան ու Ակվիլեսն են, որովհետև միակ բացակայողը նրանք են։ Թույլ։ Դե լավ։ Հիմա քեզ ավելի լավ ես զգում։ Սիրելիս, Ագրիպինա, պետք չէ միանգամից այդքան շատ հազնել բերանը։ Ինչպես կարողացար ինձ սեր խոստովանել, խելքը թրծրել ես ինչ է։ Դե վերջերս մենք այնքան շատ ենք շփվում իրար հետ, որ քո բնավորությունից պիտի մի բան քաղի, այնպես չէ։ Այո։ Տեքրս, այսինքն ոչ, դա հնարավոր չէ, ես քո եղբոր կինն եմ, ոչ, դա հնարավոր բան չէ։ Գիտեմ, որ դա հնարավոր չէ, Ագրիպինա։ Բայց դու ինձ սովորացրել ես, որ երբեք չպետք է թաքցնեմ իմ զգացմունքները։ Ես էլ քեզ ասացի այն, ինչ զգում եմ։ Այդքան բան, չնայած չեմ խնդրում, որ ինձ հետ ընդհանուր ինչ-որ բան ունենաս։ Թեպետ ես շատ կուզենայի։ Այդպես մի վարվիր ինձ հետ, Ակվիլես, ես ամուսնացած կին եմ։ Գիտեմ, որ իմ ամուսնությունն անկում է ապրում, գիտեմ, որ մեծ զոհաբերություն եմ անում հարմարվելով այդ կյանքին։ Բայց միևնույնն է, ես պետք է հավատարիմ մնամ իմ ամուսնուն։ Ինչ էլ լինի, չեմ կարող քեզ հետ նման հարաբերություն ունենալ։ Չնայած այս ամենին չեմ կարող։ Այո, նրանք են։ Միայն Ակվիլեսն ու Ագրիպինան են բացակայում այստեղից։ Ծիծաղելի բաներ ես ասում Կոնստանսա։ Ոչ, դրամաբանիր Տեոբալդո, հապա ինչու նրանք տանը չեն։ Ասա, որտեղ են նրանք։ Ախ, Կոնստանսա, գուցե նրանք Չդիպչես ինձ։ միգուցե դուրս են եկել, որովհետև գործ ունեն։ Դուր ինձ, դե ասա Տեոբալդո, որտեղ է կինդ, գիտես նրա տեղը, պատասխանիր։ Ոչ, չգիտես այդպես չէ։ Իսկ դու Բրոմելիա, գիտես թե որտեղ է ամուսինդ։ Նա քեզ ասել է, որ դուրս է գնում։ Ոչ։ Դե ուրեմն իմացեք, որ այդ նրանք են։ Այդ երկուսն են վանականները, երկուսով աջակցում ու քողարկում են իրար։ Դրա համար էլ երբ մեկին բռներ, մյուսը դուրս կգա ու կօգնի նրան։ Հաստատ բան եմ ասում։ Ո ոչ, Կոնստանսա, լռիր, դու ինձ ավելի ես վախեցնում։ Բայց Կոնստանսայի ասածի մեջ իմաստ կա։ Ես նկատել եմ, որ վերջերս Ագրիպինան ու Ակվիլեսը միշտ միասին են ու դա շատ տարօրինակ է։ Այո։ Ավելին, որտեղ են նրանք այս պահին։ Սա փորձություն է ճակատագրիպ կողմից։ Կյանքն ուզում է տեսնել, արդյոք ես կարող եմ հավատարիմ կին մնալ, ու ես այդպիսին եմ, Ակվիլես, այդպիսին եմ։ Միգուցե քեզ մերժելով կոտրում եմ սիրտդ, բայց ամուսնուս էլ չեմ կարող դավաճանել, իրոք չեմ կարող, Ակվիլես, չեմ կարող։ Բրավո, բրավիսիմո իմ սիրելի եղբորքին, դու հրաշալի դերասանուհի ես։ Շնորհակալ եմ, Ակվիլես, շնորհակալ եմ, քո ծափահարությունն ասես բալասան լինի ինձ համար։ Ոչ, ի սեր ասո, դու ավելին ես արժանի։ Դու արժանի ես, որ ամբողջ աշխարհը քո ոտքերի տակ փրվի։ Դու շողոքորթում ես ինձ, գիտես։ Երանի ամուսինս Տեոբալդոն քեզ նման լիներ, որովհետև դերասանուհուն պետք է, որ իր ամուսինը ծափահարի ու հասկանա իրեն, ինչպես որ դու ես անում դա։ Ամեն մեկին պետք է արժանավորինի վերաբերվել։ Դու շատ արժանավոր կին ես։ Շատ արժանավոր։ Շնորհակալ եմ, Ակվիլես։ Գիտես, իրոք դերասանուհուն այնպիսի ամուսին է հարկավոր, որը կծափահարի ու կհասկանա իրեն, որովհետև մենք դերասանուհիներս յուրահատուկ կանայք ենք։
Լցված ենք հատուկ էներգիայով։ Մենք շատ տարբեր ենք սովորական կանանցից։ Իսկապես տարբեր ենք։ Հասկանում ես։ Totalmente differente, capisci? Ոչ, բայց կհասկանամ։ Ես հիանում եմ քեզանով Ագրիպինա։ Ինձ դուր է գալիս քո ամեն մի ժեստը։ Պատկերացնում թե սիրի հարված կնոջ դերն ինչպես կխաղաս։ Երևի հիանալի կլինի։ Չտեսնված կլինի։ Ուզում ես, որ սիրահարված կնոջ դեր խաղամ։ Այո, Շատ լավ։ Ես հիմա քեզ այնպիսի մի խաղ ցույց կտամ, որ դու երբեք չես մոռանա այն։ Դե, ինձ նայիր։ ցած դրեք ատրճանակները։ Ցած դիր ատրճանակը Օվիդիո, ասացի ցած դիր։ Լավ ընկերս։ Հանգստացիր ու բաց թող Ալեքսանդրային։ Բաց թող նրան։ Հանգիստ։ Հանգիստ։ Ձեռքերդ պետք է չկրակեմ։ Ես վախենում եմ։ Ինչ է պատել։ Հենց նոր կրակեցին բանականի վրա, ուրիշ վիրավոր չկա։ Վանականին սպանեցին։ Իսկ Մակոն սպանեցին։ Ինչ։ Դե ինչ, ով է վանականը։ Սպասիր ինձ, սպասեք ինձ։ Դեմքը դու կբացես, թե ես բացեմ։ Սա ինչ բան է։ Ինչ այստեղ կատարվում։ Բացատրեք ինձ թե ինչ է սա նշանակում։ Ես հենց դա եմ ուզում։ Ուզում բացատրես ինձ թե ինչ է այս ամենը նշանակում Օվիդիո։ Ասում էր որ համոզված է որ Պադիլան է վանականը։ Պատիլան է բանականը, ես բացահայտել եմ նրան։ Գուցե սա նրա օգնականն է։ Ճիշտ է, գուցե բանականը մենակ չի գործում, գուցե երկուսով են կամ մի ամբողջ թիմ են։ Թիմ, որին այս տնից շատերը կուզեին միանալ, իմ արդասպանին բավական չհամարելով։ Բայց պաստորեն բանականը դեռ մեր ձեռքում չէ։ Որովհետև այս մարդը նա չէ։ Այո, իհարկե։ Հանելուկը հենց սա էր։ Նման է բանականին, բայց նա չէ։ Իսկ ով չի հասկանում սրա իմաստը։ Ուրեմն իսկական հիմար է։ Պարզ է, բանականը մեզ նորից հիմարեցրեց։ Հայտարարել էր, որ ինչ-որ մեկին է ուղարկում ու այդպես էլ արեց։ Տարեք այս մարմինն այստեղից։ Հայրիկ, ծանոթացիր, բժիշկ Աֆանիկ Արդեն, նա քեզ վիրահատող բժիշկն է։ Շատ հաճելի է բժիշկ։ Ես պարտական եմ ձեզ կյանքս փրկելու համար։ Ինձ համար մեծ պատիվ է հոգ տանել հայտնի ոսկերիչ երազների խաչի տիրոջ առողջության մասին։ Աստորեն մենք ճանաչում ենք իրար։ Այո, ես ներկա էի այն ողբերգական միջադեպին, երբ տեղի ունեցավ այդ պայթյունն ու արտասովոր Անաստասիան անհետացավ։ Ինչ տարօրինակ է, իսկ ես ձեզ այդ օրվանից չեմ հիշում, չնայած այնքան մարդ կար այդ օր, այդպես չէ։ Այստեղ են ասում մեծ աշխարհ, փոքր մարդիկ։ Ու հիմա դուք փրկել եք իմ կյանքը։ Ես արդեն ասացի, որ դա մեծ պատիվ է ինձ համար։ Տեսնենք կարողանամ ձեզ համոզել, որպեսզի երազների խաչնից վաճառեք։
Ոչ, շատ եմ ցավում բժիշկ, բայց դրանով չեմ կարող կհասնել ձեզ։ Այդ միջադեպից հետո ես շատ խորն եմ թաղել այդ զարդու, մտադիր չեմ երբևէ նորից հանել այն։ Այն ամենից հետո ինչ այստեղ տեղի է ունեցել, ես ինձ շատ անհարմար եմ զգում։ Ավելի լավ է այն ժամանակ վերադառնամ, երբ արդեն ամուսնացած լինեմ, երբ քո ազգանունը կկրեմ ու առաքինի կին կլինեմ, հալապես ոչ ոք չի հարգի ինձ։ Դու արդեն առաքինի կին ես։ Վիոլետա, հիմնադրամը իմ կյանքը, իսկ դու էլ այդ ամենի մասնիկն ես։ Ամեն ինչ այդքան հեշտ չէ, որքան կարծում ես։ Այդ դեպքում ո՞րն է խնդիրը։ Ամուսնությունը։ Եթե ուզում ես կարող ենք զարգ գնալ ու ամեն ինչ օրինականացնել։ Իսկ հետո հայր Խուանին կկանչենք ու նա կամուսնացնի մեզ։ Ինձ թվում է դու արդեն խենթանում ես։ Ես էլ եմ այդպես կարծում։ Ինչ ռոմանտիկ է։ Այո, Հապա նրանց նայեք։ ես գտել եմ իմ կյանքի կնոջը։ Ինչ վատ բան կա դրանում։ Իսկ դուք ձեր ուղևորությունը ինչպես անցավ։ Իրոք իմաստած ժամկետից ավելի երկար մնացիք։ Չեք ուզում անգամ լսել իմ առաջարկը։ Լսեք բժիշկ Ֆանկարթն, եթե անգամ աշխարհի ամբողջ փողերն էլ ինձ տակ, ես այդ զարդը չեմ վաճառել։ Այդ զարդի պատճառով մի խելագար անձնավորություն սկսել է սպանել հարազատներիս։ Ճիշտ է ասում։ Այո, չեք պատկերացնում, թե որքան բաների միջով եք անցել։ Իսկական դժոխքեր։ Այո։ Մենք չենք կարողանում բռնել այդ մարդուն ու մեկընդմիշտ վերջ տալ այս մղձավանջին։ Իսկ գաղափար չունեք, թե ով է այդ խելագարը։ Ոչ, բժիշկ, գաղափար անգամ չունենք։ Բայց գրողը տանի։ Այս ինչ դժոխային վիճակ է։ Ինչպես է այս ամենը այստեղ հայտնվել։ Ինչ է սա նշանակում։ Բայց ով էլ վարած լինի։ Նշանակում է, որ նա ծուղակ է սարքել իմ դեմ։ Դուրն ուժով եմ բացել։ Բայց ախր միակ մարդը, որ կարող էր այստեղ լինել, Չարլին է։ Իդեպ հիմա նա արդեն պետք է որ այստեղ լիներ։ Արդեն պետք է որ արտասովորին սպանած լինի։ Լավ է, որ արտասովորին թողեցի ու այստեղ եկա։ Գրողը տանի։ Տարօրինակ է, շատ տարօրինակ է։ Չարլին դեռ չկա։ Իսկ ամբողջությունը իրար է խառնած։ Իսկ դրա միակ կասկածյալը Օվիդիոն է։ Օվիդիոն է։ Բայց ինչու է նա այս ամենը այստեղ բերել։ Չլինի թե մատնել է ինձ։ Այո, այդպես է։ Այդ սրիկան դավաճանել է ինձ։ Նա դավաճանել է ինձ։ Դուք եք ոստիկանները, իմացեք թե ով է այս սրիկան կամ ինչ գործ ունի իմ տանը եւ ինչու էր փորձում սպանել կնոջս քրոջը։ Դու այդքան հեշտությամբ չես հասածի այս ամենից վիդեո։ Այնպես որ հնարավորինս շուտ իմ գրասենյակ կգաս ու կբացատրես թե ինչու է այս ամենը տեղի ունենում եւ ինչի համար էր այս ներկայացումը։ Գնանք։ Ինչ։ Սա ինչ բան է։ Ինչ է կատարվում որդիս։ Ճիշտ է, որ վանականին սպանել են։ Դու շատ խելացի տղա ես, որդիս, ես գիտեի, որ դու հաջողության կհասնես։ Մայրիկ լռիր։ Ես անծանոթ մարդու եմ սպանել, հասկանում ես, կեղծ վանականի, որը չգիտենք որտեղից է եկել։ Լսում եմ։ Ինչ պատիվ է։ Այստեղ բոլորը քեզ են փնտրում, լսեցի՞ր։ Սովոր է սա, միշտ անպատիժ հեռանել այստեղից։ Ինձ։ Նրանք ինձ են փնտրում։ Ուր ես ինչ է, չլսեցի՞ր։ Բայց դու վիդեոն քեզ է փնտրում, բայց ոչ թե աշխատավարձը բարձրացնելու համար, այլ շուտ այստեղ արի։ Այո։
Մակոն Պադիլայի հետ է խոսում, հարցնում է, թե որտեղ է, բայց այդ մարդը կարծես թե չի ուզում ասել։ Եթե նա իմանա, որ այստեղ մահացած մարդ կա, երբեք ոտք չի դնի այստեղ։ Ալո։ Վախկոտը կախեց լսապողը։ Իսկ ինչ ասաց, որտեղ է։ Ճիշտ ասած, այդ մեկը չասաց։ Կարելի է արդեն փակված համարել այս խաղը, որովհետև Պադիլան զանգել է, որ պարզեր թե ինչպես է այստեղ իրավիճակը։ Ինչպես հասկանանք այդ գայլը։ Այո, երեխաները շատ ուրախ էին։ Մենք խաղացինք նրանց հետ, իսկ քննքացիներն էլ մեզ իրենց ավանդույթների մասին պատմեցին։ Այո, դրա համար էլ որոշեցինք մի օր ավել մնալ։ Իսկապես շատ լավ ժամանակ անցկացրինք։ Ես ամեն ինչ տեսագրել եմ իմ տեսախցիկով։ Բայց շատ առեղծվածային վայր էր այդ վայրը։ Հենց հիշում եմ արմնովս դող է անցնում։ Սպասեք մի րոպե։ Ինչ եկեր եք, բոլորդ իմ տեսակ լարված եք։ Ձեզ շատ տարօրինակ եք պահում։ Բան է պատահել։ Վստահեք ինձ։ Ես դրա համար եմ այստեղ։ Ինչ է եղել։ Դե ոչ մի լուրջ բան, ճիշտ չէ։ Ուղղակի մի փոքր անսովոր էր այդքան բան։ Չգնանք։ Այո, Ոչ, սպասեք մի րոպե, սպասեք։ Ես ավելի լավ է գնամ սիրելիս, դրսում կխոսենք։ Լավ, Սանտիագո։ Ես քեզ կպատմեմ, թե ինչ է եղել, բայց խնդրում եմ ոչ ոքի չասես, լավ, որովհետև սա շատ նուրբ հարց է։ Զարմուհի Էմիլիան մեզ այնտեղ շատ վախացրեց։ ես մոլորվել էի ջունգլիներում, ինձ հետ շատ տարօրինակ բան տեղի ունեցավ։ Ով է այդ մարդը, որ փոխարինել է բանականին եւ ինչու է նման բան արել։ Ես էլ եմ ինքս ինձ նույն հարցը տալիս Թեոբալդո, որովհետև նա միայն ուզում էր Ալեքսանդրային սպանել։ Այն բոլոր գնդակներից հետո, որ Օվիդիան թափեց նրա վրա, չեմ կարծում, թե կարողանանք հարցը քննել այդ մարդուն, որ իմանանք, թե ով է իրեն ուղարկել։ Վերջապես գտած ես։ Առանց ինձ հանգուցյալ վանականից եք խոսում։ Ինչ է պատահել։ Այն, որ վանականի փոխարեն մեկ ուրիշ վանական էր եկել, բայց նա իսկական վանականը չէր։ Վերջում իմացանք, որ նա իսկական վանականը չէ, այդքանը։ Ինչ։ Ուզում է ասել Ագրիպինա, որ սրահում գտած այն մահացած անձնավորությունը վանականը չէ։ Ինչպես թե, ուրեմն որդիս Օվիդիոն ճիշտ էր ասում, նա ասաց, որ անծանոթ մարդու է սպանել։ Այ, քեզ դժբախտություն, ով է ուղարկել այդ մարդուն գրողը տանի։ Հենց դա էլ ուզում ենք իմանալ, Ագրիպինա, ով է ուղարկել նրան եւ ինչու։ Կարծում եմ շատ եք տարվել այդ կախարդական մտքերով։ Հելենը տատիկի մահվան պատճառը բոլորովին այլ բան է եղել։ Նրանց սպանել են Սանտիագո, ես գիտեմ, իմ երազների մեջ տեսել եմ դա։ Ոչ, այդպես չի եղել։ Ու դες առաջարկում շատ չխոսել այդ մասին, որովհետև պապիկին դա դուր չի գա։ Հիմա ամենալավն այն է, որ տուն գնաք ու հանգստանաք, լավ։ Ցտեսություն։ Ինչ է պատահել։ Բոլորն իրենց այնքան տարօրինակ էին պահում։ Հիմա էլ ասում են, թե իբր Հելենն տատիկին սպանել են։ Ոչ, փոխիր թեման։ Արի չխոսենք այդ մասին։ Քո ընտանիքում միշտ արտասովոր երևույթներ են տեղի ունենում։ Այո, պապիկս արգելել եմ ես քննարկել այդ թեման, բայց չգիտեմ ինչու ես էլ եմ կարծում, որ այդտեղ առեղծված այն ինչ-որ բան կա թաքնված։ Բայց դու իրավացի ես, ավելի լավ է ուրիշ բանից խոսենք։ Արի ուրիշ բանից խոսենք։ Ասենք օրինակ մեր ամուսնությունից։ Իսկապես դու մտածել ես իմ ասացի շուրջ։ Այո։ Արի գաղտնի ամուսնանանք, միայն երկուսով, ու որքան հնարավոր է շուտ, լավ։ Լուրջ։ Այո։ Ախ, շնորհակալ եմ։ Ես սիրում եմ քեզ։ Արի հենց հիմա որոշենք օրը։ Որոշենք։ Ինչ անեմ, որ այդ միտքը անեմ երիտասարդի գլխից։ 24-ին։ Շատ ուշ է։ Ալո։ Պադիլա պատասխանիր, գիտեմ, որ դու ես։ Շատ լավ։ Ինչևից է, ես քեզ կհաղորդեմ լավ նորությունը։ Ես շատ ուրախ եմ, որովհետև բանականին բռնել են։ 3 անգամ կրակեցի նրա վրա, բայց մինչև մեռնել այդ մարդը ամեն ինչ խոստովանեց։
Ասաց որ դու ես իրեն ուղարկել որպեսի նման բան անի։ Անից մեզ դու Օվիդիո Բորովսկի։ Ինչու համաձայնվեցի համագործակցել քեզ հետ։ Հիմա նա կսկսի հետապնդել ինձ։ Ու համոզված եմ, որ կսպանի։ Այնպես ինչպես Չերլին սպանեց։ Ների ինձ ընկեր։ Իմ փոխարեն ես քեզ ուղարկեցի այնտեղ, որովհետև ես չհամարձակվեցի սպանել Անաստասիային։ Ների ինձ դրա համար։ Հիմա ինչ անեմ։ Նրանք իմ ետևից են ընկել։ Ինձ միայն մի ելք է մնում։ Փախչել։ Կարծում ես սա արդարացի է։ Աստիճանները հեղեղված են արյամբ։ Ընտանիքում մարդասպան կա։ Ու ամենավատն այն է, որ այս ամենը Օվիդիո լարաստակարտն է։ Այդպես արել, որ մեզ մոլորեցնի, որպեսզի չկարողանանք իսկական վանականին բռնել։ Ոչ որ սպասիր, մտածի թե ինչ ես ասում, ի սեր Աստծո։ Օվիդիոն իմ եղբայրն է, նա քո զարմիկն է, բայց բոլոր ապացույցները նրան են հատնանշում։ Ուրեմն սկսել ուրիշ ապացույցներ փնտրել, չգիտեմ։ Իսկ ով էր այդ մարդը, որ մահացավ։ Ինչ էր ուզում սպանել Ալեքսանդրային։ Մենք Օվիդիոն ասացինք, որ չի կրակի, որը մեզ ողջ է պետք, որ հարցակնենք նրան, բայց եղբայրը սպանեց նրան։ Կարծես ուզում էր լրացնել այդ մարդուն, փակել նրա բերանը, բայց ինչու պետք է Օվիդիոն նման բան աներ։ Ասա։ Որովհետև նա Ալեքսանդրան չէ, այլ Անաստասիան, ու Օվիդիոն դա գիտի։ Եվ դրա համար էլ ուզում է սպանել նրան։ Աուրելիո, պապիկը վստահում է քեզ։ Ուզում եմ իմանաս, որ ես նույնպես վստահում եմ, բայց խնդրում եմ, առաջ մի ընկիր։ Այսօր ձեր ենթադրությունների պատճառով մարդ մահացավ, ու դա նորից չի կարող կրկնվել։ Մայրիկ, այնտեղ ռնգեղջյուրներ չկան։ Ես իսկապես շատ լավ ժամանակ եմ անցկացրել։ Ոչ, ոչ աղջիկս, ոչ։ Այլևս այնտեղ չգնաս, ոտքդ ջունգլիներ չդնես։ Մեկ էլ տեսար պարսկական կատվի հանդիպեցիք, կամ էլ Յորքշիրյան գամփրի։ Բացի այդ, ես ես խստի վարքելում եմ շփվել Սանտիագոյի հետ, որովհետև այդ դավաճանը ձեզ մոլորեցնում է։ Բայց մեզ դուր է գալիս մեր գործը, մայրիկ։ Ոչ, մեկ րոպե խնդրում եմ։ Կլարես, այնինչ անում եմ, միայն ձեզ պաշտպանելու համար եմ անում։ Մեկ րոպե գալիս եմ։ Բարև ձեզ, ինչպես եք, Ռոդոլֆո Վալենտինո, ներս եկեք, մտեք, մայրիկիս նամակները բերել եք։ Այո, բայց ես ոչ թե Ռուդոլֆո Վալենտինոն եմ, այլ Վալենտինո Ալֆոնսոն։ Միայն մեկը կարողացա գտել սա նրա ուղարկած վերջին նամակն է։ Շնորհակալ եմ։ Ես պարտական եմ ձեզ, իմացեք, ես անպայման կփոխհատուցեմ ձեզ։ Աղջիկներ, խնդրում եմ, ինձ մենակ թողեք Վալենտինոյի հետ։ Այո, իհարկե, ներեցեք։ Ուրեմն, սա վերջին նամակն է, որ մայրս իր մահից առաջ ուղարկել է ձեզ։ Բայց միթե չէին բացահայտել, որ Օվիդիոյի պոչից կպած այն երիտասարդ է վանականը։ Ոչ, նա չէր, այդ մարդը անծանոթ էր, բայց ճշմարտությունն այն է, որ նա փորձեց սպանել ինձ, նա ինձ շատ վախեցրեց։ Այո, փաստորեն հիմա քանի վանական կա։ Վանականը մեկն է, բայց 20 մարդ արժե։ Նա Հանիբալ Հեկտորի ու Ֆրեդի Կրուգերի խառնուրդն է, գրողը տանի նրան։ Ես դեռ այն կարծիքին եմ, որ Օվիդիոն է վանականը։ Ասում եմ, քույրիկս, այս տղան գիտի, որ դու Անաստասիան ես եւ ուզում ես սպանել քեզ։ Այո, բայց այս անգամ ես իսկապես խելագարության հասցրեցի նրան, այնքան սպառնացի նրան, չգիտեմ, այնքան գոռացի, որ քիչ մնաց խելագարվեր։ Դե մի խոսքով։ Այո, բայց ինձ հետաքրքիր է, եթե Օվիդիոն գիտի, որ դու Անաստասիան ես։ Ինչու մինչև հիմա դեռ ոչինչ չի ասել։ Ինչու։ Նա չի ուզում դիմակազերծել ինձ, նա ընդամենը ուզում է սպանել ինձ։ Այս ամենը Օվիդիոյի ձեռքի գործն է։ Բայց ինչու։ Ես կարծում եմ, որ նա ցանկացել է սպանել Ալեքսանդրային, բայց քանի որ չի ցանկացել, որ իրեն մեղադրեն, դրա համար էլ վարձել է մեկին ու վանականի նման հաղթրել, թե որ նա սպանի, ու որպեսզի հենց վանականն հետո մեղադրեն, չէ։
Այո, դրա համար էլ նա գրասենյակ եկավ ասաց, որ կարող է գտնել վանականին, այսինքն ենթադրյալ վանականին։ Հրաշալի հաշվարկ էր։ Հենց գործողության ժամանակ բռնելու հրաշալի պատրվակ ունենալ նրան սպանելու համար։ Այո, ու այդպես էլ ազատվել մեղադրանքներից։ Բական կմեռներ, իսկ նա հերոս կդառնար։ Այո, հրաշալի հաշվարկ է։ Հենց այդպեսի վերնագրով մի ֆիլմ կա, հիշում ես։ Այո, այն որ հիշում ես։ Դե լավ։ Ինչ որ է։ Հարկավոր է մանրամասն ստուգել։ Պիտի այնպեսի ապացույց գտնենք, որը Պադիլային Օվիդիոյի հետ կապի, ու նաև այն մարդու, որը մեր տանը սպանվեց։ Ես վստահ եմ, որ այդ երեքի մեջ ինչ-որ ընդհանուր կապ կա։ Սարը զենքի հոտ եմ առնում, սպառնում ես ինչ է։ Քեզ հանգիստ բայր թե չէ հիմա կսպանեմ քեզ։ Կանգնիր։ Դե հանգիստ։ Դե սկսիր խոսել անիծյալ հանցագործ։ Ինչ գործ ունես այստեղ։ Ինչ է եղել։ Որտեղ է Կլեմենտինան։ Ոչ նա ոչ Էմիլիան այստեղ չեն, գնանք փնտրենք նրանց։ Լսեք տղաներ, իսկ ինչ եք կարծում այն կեղծ վանականի մասին, որ սպանվեց։ Նման բաների մասին կատակ չեն անում։ Ինչը հավար է, որ տան մեջ նորից մարդ է մահացել։ Բայց ես լուրջ բան եմ ասում։ Օվիդիոն ասաց, որ Պադիլան է վանականը, ու նրան սպանեցին, հենց տան մեջ կրակեցին, որպեսզի չսպանի Ալեքսանդրային։ Իսկ երբ հետո դեմքը բացել են, անակնկալ, ոչ ոք չճանաչեց այդ մարդուն, ոչ ոք չիմացավ թե ով է նա։ Պադիլան է վանականը գրողը տանի, բայց ես նրա հետ նույն բնակարանում եմ ապրում։ Կարծում եմ դա շատ տարօրինակ է, որովհետև սպասիր, այդ մարդը վախկոտի մեկն է։ Ոչ, սպասեք, ձեր կարծիքով վանականը որևէ կապ ունի Հելենան տատիկի մահվան հետ։ Չգիտեմ, միգուցե այդ մարդը ուզում է վրեժ լուծել նրանից, կամ նման մի բան։ Գրողը տանի ուղեղդ լավ աշխատացրու, Պադիլան տիկին Հելենայի հետ։ Դա ինչ բան է, Աստված իմ, Նիկոլաս, խելքը թռցրել ես ինչ է։ Չգիտեմ, այս տանը բոլորը խենթացել են։ Ինչ իմանանք, գուցե վանականը, տատիկի մահը, ով վանականի անվան տակ ծպտված այդ մարդը ինչ-որ կապ ունեն, մեկը մյուսի հետ։ Այդ ինչեր ես ասում։ Իհարկե, բայց դուք մի անհանգստացեք։ Ես հենց հիմա ամեն ինչ կիմանամ այդ մասին։ Սխալ քայլեր չանես Աուրելիո, թե չէ ընկերդ կտուժի։ Շարժվիր։ Դե հիմա ասացեք, թե ինչ գործ ունեք այստեղ։ Սպասիր մի րոպե Օվիդիո, ես շատ լավ գիտեմ, որ այս ամեն անդամենեկու կազմակերպած ներկայացումներ, կեղծ վանականը, ենթադրյալ թաքստոցը, ամեն ինչը։ Միթե։ Իսկ ինչու պիտի նման բան անեի։ Որպեսզի հանցանքդ կատարյալ լիներ, Ալեքսանդրային սպաներ ու դրա համար վանականին մեղադրել, որպեսզի քո մեղքը վանականի վրա բարդեն, ու դու զերծ մնար կասկածանքից, տեսար։ Բայց դուք այդ հանցանքի վերաբերյալ մի շատ կարևոր բան եք մոռանում։ Նպատակը։ Ինչու պիտի այդ խուլի մահը ցանկանամ։ Ինչու։ Բացատրեք ինձ։ Բայց ճիշտ է ասում։ Ասա ինչու պիտի Օվիդիոն ցանկանար։ Օվիդիոն։ Լավ, ասենք Օվիդիոն։ Ինչու պիտի նա ցանկանար սպանել Ալեքսանդրային։ Ես դա չեմ հասկանում։ Ես անհարմար եմ զգում այդ մասին խոսել, ինչ ես ուզում որ պատմեմ։ Իմ ու մայրիկիդ միջև շատ յուրահատուկ հարաբերություններ են սկսվել։ Մի մեծ ընկերություն։ Լինում էր ժամանակ, երբ ես ախր ինչպես ասեմ։ Ես նրա լավագույն ընկերն էի դառնում, նրա վստահելի ընկերակիցն էի լինում։ Ինչ վստահելի, այսինքն նշանակում է, որ մայրս քեզ պատմում էր իր բոլոր գաղտնիքները։ Վալենտինո, երբեմն ինձ հենց դու ես հարկավոր։ Այո, դու պետք է պատմես ինձ նրա գաղտնիքները, որովհետև ես ուզում եմ իմանալ, ինչպիսին էր նա, ինչեր էր քեզ ասում։ Լավ, Հելենան շատ գեղեցիկ կին էր, հրաշալի, հետաքրքիր անհատականություն։ Ես շատ էի սիրում նրան։
Շատ։ Իսկ ինչ գիտես նրա մահվա մասին։ Ինչից է նա մահացել։ Ես միայն այն գիտեմ, որ նրա վիճակը շատ լավ էր։ Ու առողջական ոչ մի խնդիր չուներ, բայց հետո լսեցի, որ նա մահացել է։ Իսկ թե ինչից է մահացել, ինչն է դարձել նրա մահվան պատճառը, ես այդպես էլ չիմացա։ Ինձ միայն ասացին, որ մարմինն ահավոր վիճակում է եղել, դեմքը կապտուկներով պատված։ Լսիր, ինչու չես բացահայտում այդ գաղտնիքն ու բոլորին ասում, որ դու արտասովոր Անաստասիան ես։ Նրանց ուծածը քեզ սպանելն է, ճիշտ չեմ, քույրիկս։ Ոչ, խելագարվել ես, ինչ է, ոչ։ Օվիդիոյի մոտ վերադառնալը կնշանակի թշնամու հետ միևնույն անկողնում քնել։ Այսինքն ինչ։ Ուրեմն ապահարզան պահանջիր նրանից ու այլևս թույլ մի տուր, որ իր աղջկան տեսնի, ինչ պրոբլեմ կա այդտեղ։ Ոչ, ինչ ես ասում, պարոն Տոնին ինձ երբեք թույլ չի տա Օվիդիոյից բաժանվել ու Աուրելիոյի հետ ապրել։ Բայց այդպես երկար չի կարող շարունակվել։ Ճիշտ է, գիտեմ, որ մինչև հիմա հավատարիմ ես մնացել ամուսնուդ։ Բայց մինչև երբ կկարողանաս այդ փորձությանը դիմակայել, դժվար թե դիմանաս։ Ճիշտ է, բայց այսպես գոնե նրա կողքին եմ։ Ես ու Աուրելիոն միասին ենք ու կարևորը դա է, հիմա ինձ դա էլ է բավական, անգամ եթե ստիպված եմ թաքնվել Օվիդիոյից։ Լսիր, քույրիկս, զգույշ եղիր։ Շատ զգույշ, որովհետև սերը երբեմն կործանիչ է լինում, լսեցիր։ Ախր հիմա ամեն ինչ իրար է խառնվել։ Այդքան վտանգավոր պահեր ապրել այդ տան մեջ, միայն որովհետև սիրում ես նրան։ Չգիտեմ։ Պետք է որ շատ սիրես այդ տղային, որ հանուն նրան պատրաստ ես ամեն ինչի։ Այո, ես սիրում եմ նրան, բայց այդ տանը հանուն դստերս եմ մնում։ Նա իմ կարիքն ունի, իսկ ես նրան եմ։ Ախ, քույրիկս։ Հրաշալի տեխնիկա է։ Ինչ ասեմ, քույրիկս։ Երանի ամեն ինչ հեշտ լիներ։ Երանի կարողանայի վերադասավորել կյանքդ։ Ախր այն իսկական քաոս է դարձել։ Իսկ ամենավատն այն է, որ հիմա ոչինչ չես կարող անել։ Միգուսային մյուս բանականը բոլորին նպատակներ ուներ։ Ուղղակի այդ պայն Ալեքսանդրային նրա ձեռքում է հայտնվել ու նրան պատանդվելսնելուց բացի ոչ մի երկ չի ունեցել։ Չգիտեմ, ամենայն դեպս քո ասածների մեջ ինչ որ բան այն չէ։ Հիմար։ Ասել զենքը ցազեր։ Դա չէ դու կծղճար, շատ կծղճաս։ Դու երևի առանց դրա կյանք չունես, չէ՞։ Եթե պատիլան է, ապա այն աշխարհ կուղարկեմ նրան։ Օվիդիո, պատիլան մեզ ողջ է պետք։ Մենք պետք է հարցը քննենք նրան։ Անիմասիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունը թորիմված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան ուժ